Բարև ձեզ։ Եթե Ադրբեջանն իմանար, որ հրադադարը կհաստատվեր Իրանից փախչող իր ազգակիցների համար սահմանը փակելու ժամեր անց, հաստատ չէր գնա այդ խայտառակությանը ու չէր զմռսի անցակետը իսրայելական ռումբերից փախչող ադրբեջանցիների առջև։ Մեղրին բաց էր, չի բացառվում Իրանում ապրող ադրբեջանցիներ են փրկություն գտել Հայաստանում։ Ճակատագրի հեգնանքով ճիշտ այն պահին, երբ Բաքվում կարդում էին Հայաստանի հետ խաղաղության օգտին խոսել համարձակված ադրբեջանցի քաղաքագետի 15 տարվա ազատազրկման դատավճիռը։ Այո, պատերազմը լակմուսի թուղթ է, մատնում է անգամ ամենախորքում թաքնված բարոյական արատը, որով կերակրել են հակամարտող ժողովուրդներին։ Հայերի դեմատելության քարոզով պատերազմը հենց այդ շարքից էր, որի արտոնագիրը ստորագրածները հիմա նույն արյունն ու աղետն են ստանում, ինչն արտոնել էին Արցախում։ Զսպեի արյուն հեղողին Արցախում չէր բռնկվի շղթան սև ծովից մինչև կարմիր։ Բայց արդեն ուշ է, անգամ Իրան-Իսրայել հրադադարն է ուշացած, կամ այլևս շատ բարձր գին ունի։ Այդ հրադադարը չի մաքրել անգամ Ադրբեջանի պարտքը Իսրայելին, իսկ մեզ հակառակը տվել է օտարի կռվում ինչ անելու բացառիկ ալգորիթմը։ Հայաստանի ներքին այրման շարժիչը պետք է գործի դրսի փոթորիկների հանդեպ։ Դրանից դուրս շահերի ճղճիմ կռիվ է ներսում, այն էլ անպատիվ, ինչպիսին վերջին ձախողվածը արյուն հեղելու գնացուցակով։ Հաջողություն։